Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ երեկոյան Փարիզում իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին նրանք հայտնում են իրենց հետ կապ ունեցող ամակ կայքով։ Երեկ երեկոյան Փարիզի կենտրոնում ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել Ելիսեյան դաշտերում պարեկություն անող ոստիկանների խմբի վրա։ Ոստիկաններից մեկը տեղում զոհվել է, երկուսը ծանր վիրավորվել։ Հարձակվողը փորձել է փախչել, բայց ոստիկանների պատասխան կրակոցներից սպանվել է։ Միջադեպի որոշ մանրամասներ ճեպազրույցում հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուଆ Մոլենսը։ Le terroriste a été neutralisé par des tirs de riposte. Հարձակման ժամանակ թեթև վիրավորվել է նաև մի զբոսաշրջիկ։ Հայտնել են քաղաքային իշխանությունները, չհստակեցնելով, թե վիրավորված կինը որ երկրի քաղաքացի է։ Ֆրանս 24 հեռուստաընկերությունը որոշ մանրամասներ է հաղորդել։ 5-շաբթի երեկոյան ժամը 21-ի սահմաններում հարձակվողը իր վարած մեքենան կանգնեցրել է ոստիկանների միկրոավտոբուսի մոտ եւ դուրս գալով մեքենայից կրակ բացել նրանց վրա։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը համոզմունք է հայտնել, որ հարձակումը ահաբեկչություն է։ La vérité sont d'ordre terroriste. Օլանդը դատապարտելով ահաբեկչությունը բարձր աստիճանի զգոնություն է խոստացել ընտրություններից առաջ։ Նա հայտնել է, որ իրավապահները ճշտել են հարձակվողի ինքնությունը։ Հետաքննությունը փորձում է պարզել հարձակվողի հնարավոր հանցակիցներին։ Ֆրանսուଆ Օլանդը այսօր անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Առավոտյան կառավարության անդամները, ուժային կառույցների ղեկավարները ժամանել են Ելիսեյան պալատ։ Կիրակի օրը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն է։ Հիմնական թեկնածուները այսօր ընդհատել են քարոզարշավը, չեղյալ համարել նախորոք պլանավորած հանդիպումները, ցավակցություն հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին։ Թեկնածուներից մեկը կոչ է արել հետաձգել ընտրությունները։ Իրավապահները պարզելով հարձակվողի ինքնությունը հիմա խուզարկում են Փարիզի արևելյան մասում գտնվող նրա տունը։ Իսլամիստների հետ կապ ունեցող ամակ կայքը գրել է, թե հարձակվողին կոչում են Աբու Յուսեֆ Բելգիացի։ The President of the United States and the Prime Minister of the Republic of Italy. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստանալով Փարիզի հարձակման լուրը ասել է, թե դա նման է հերթական ահաբեկչական հարձակման։ Նա այդ ժամանակ Վաշինգտոնում պլանավորած մամուլի ասուլիս էր անցկացնում Իտալիայի վարչապետի հետ։ Տեղեկանալով Փարիզի հարձակման մասին, Թրամփը ասուլիսում ասել է. What can you say? It just never ends. We have to be strong and we have to be vigilant, and I've been saying it for a long time. Ինչ կարող ենք մենք ասել, դա երբեք չի ավարտվի։ Մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է զգոն լինենք, ինչը ես երկար ժամանակ ասում եմ։ Գերմանիայի անունից Ֆրանսուଆ Օլանդին ցավակցել է կանցլեր Անգելա Մերկելը։ Փարիզում մեծաթիվ զինծառայողներ եւ զինված ոստիկաններ են տեղակայվել Ելիսեյան դաշտերում, զբոսաշրջության հայտնի այլ վայրերում, ինչպես նաեւ կառավարական եւ կրոնական շենքերի մոտ։ Allez, on monte tous! Allez! Allez, on y va! Allez, s'il vous plaît, on monte! Փարիզի հարձակումը իրականացվեց նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ 3 օրից էլ պակաս ժամանակ է մնում քվեարկությանը, երբ թեկնածուները պատրաստվում էին վերջին ճիքերը գործադրել ընտրողների քվեն նվաճելու համար։ Հարցումները ցույց են տալիս, որ կենտրոնամետ Էմանուել Մակրոն եւ ծայրահեղ աջակողմյան հայացքներ դավանող Մարի Լեպենը ամենաշատ ձայները կստանան, բայց 50%-ը չեն անցնի եւ հավանաբար երկրորդ փուլի կգնան, որն անցկացվելու է մայիսի 7-ին։ Հարձակումից հետո Մարի Լեպենը ճեպազրույցում կոչ է արել ուժեղացնել Ֆրանսիայի սահմանների հսկողությունը։ La barbarie d'une attaque terroriste en plein cœur de notre capitale. Էմանուել Մակրոն ֆրանսիացիներին կոչ է արել չվախենալ։ Մարտահրավերները շարունակվելու են։ Մենք պետք է պայքարենք ահաբեկչության դեմ, հայտարարել է նա։ Les responsabilités de l'État en matière de lutte contre le terrorisme